Բայց ես կուզեմ եւս երկու հարցի անդրադառնալ Խորեն Հովհաննիսյանի դպրոցին, կարծեմ դուք հարցրեցիք։ Անկեղծ ասած, ես երջանիկ կլինեմ, եթե մենք կարողանայինք ոչ միայն Խորեն Հովհաննիսյանի դպրոց ունենալ, այլ նաև բոլոր այն ֆուտբոլիստների հայ ազգի, ովքեր մեծ լումա ունեն հայկական ֆուտբոլում։ Ցանկացած ֆեդերացիայի նախագահ պիտի երջանիկ լինի Խորեն Հովհաննիսյանի դպրոց ունենալու, որտեղ Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստն է։ Ես ուրախ կլինեի, եթե դուք մեզ քննադատեք, որ մենք չունենք Անդրեսյանի դպրոց, որ մենք չունենք այլ մարկանց, հայտնի մարկանց դպրոցներ, դրա մասին կարող ենք խոսալ, բայց Խորեն Հովհաննիսյանի դպրոց շատ ամոթ է, որ մենք չունենք, եւ դա բերել կապել ինչ-որ բաների հետ պետք չէ։ Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի լեգենդն է, եւ նա արժանի է, որ շատ վաղուց ունենայինք, որովհետեւ եթե դուք նայեք մյուս երկրներում, մեր հարևան, չհարևաններ բոլորը ֆուտբոլը ասոցացվել են մարկանց հետ, ովքեր այդ երկրում ֆուտբոլիստ ունեն։ Ես պատկերացնում եմ, եթե մենք Մարադոնայի նման մի հատ ֆուտբոլիստ ունենայինք, որը կյանքում եղել է, ովքեր ֆուտբոլով հետաքրքրում են, գիտեն Մարադոնան ինչ վատ մարդ է եղել, բայց որը Արգենտինայի համար է դրոշից ավելի թանկ բան է, որովհետև մարդուն գնահատում են այն արժանիքով, որով ինքը այդ երկրին տվել է, ոչ թե այն արժանիքով, ինչ դուք եք մտածում իր մասին։ Եվ Խորեն Հովհաննիսյանը ամենամեծ արժանիքներ ունի այստեղ։ Եվ եւս շարունակեմ ֆուտզալի հետ կապված 2050 թվականի կներեք, ես մեր ասուլիսնա դուք հետո առանձին խոսեք 2050 թվականի հետ կապված ես ասելիք ունեմ շատ ավելի վստահ եմ որ 2050 թվականը կարող լինի 2026 թվականին իդեմս ֆուտզալի ազգային հավաքականին ես հավատում եմ մեր հավաքականին ես հավատում եմ մեր մարզիչներին եւ տեսնելով այն թիմը որ մենք ունենք ես վստահ եմ որ 26 թվականին մենք ունենք բոլոր հնարավորությունները որպեսզի մեր ազգային հավաքականներից մեկը Եվրոպայում դառնա մրցանակակիր